5 տարի անց Արտյոմ Երկանյանը կրկին վերադարձավ իր գիրք գրելու գործընթացին։ Նրա գրական ճանապարհը սկսվել է դեռևս 2020 թվականին, բայց առաջին գիրքը, որը նվիրված էր Ղարաբաղյան առաջին պատերազմին, չհրատարակվեց, քանի որ այդ օրերին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Երկանյանը սկսեց աշխատել իր երկրորդ ստեղծագործության վրա եւ այդ իրադարձություններից 6 տարի անց այս մեկն արդեն հրատարակված է։ Զակոն վրա, այսպես է կոչվում Երկանյանի նոր ստեղծագործությունը։ Թե ինչպես է գրքի գաղափարն առաջացել ու ստեղծվել, փակագծերը Երկանյանը բացում է նաև շնորհանդեսի ժամանակ։ Ի սկզբանե այն ինչ դարձավ վեբ, դա կինոսցենարի, այսպես նախագիծ էր։ Մի քանի կինոսցենար գրելու փորձ ձեռնարկել եմ, ոչ մեկն այնց առանձնապես հաջող չի եղել առայժմ։ Այս մեկը ինձ թվում էր, որ կարող է ավելի մեծ ապագա ունենալ, բայց մասշտաբը դե թղթի վրա գրելը հեշտ է, չէ՞, իսկ եթե պատկերացնում ես դա ոնց հնարավոր է բեմադրել, հասկանում ես, որ փակուղի ես մտել։ Արտյոմ Երկանյանի խոսքով մինչ շնորհանդեսը գիրքը հասցրել են ընթերցել միայն 2 հոգի՝ հաղորդավար Եգոր Գլումովը եւ գրող Մարկ Արենը։ Դրանք եւս կիսվում են իրենց տպավորություններով ու կարծիքներով։ Գիրքը հաջողվել է, եթե դա առաջին գիրքն է, ապա չափազանց լավ է, չափազանց ողջունելի փորձ է, որ Արտյոմը կատարել է, նա ամենակարևորը գտել է իր ժանրը։ Այն մասին, թե ինչ է ցանկանում հեղինակը փոխանցել իր ընթերցողներին եւ ինչի մասին է գիրքը, արդեն առանձին զրուցում ենք գործընկերոջս հետ։ Գործողությունները տեղի են ունենում մի հեռավոր փոքրիկ կղզի պետությունում, որը լրջագույն մարտահրավերի է բախվել, այն կլանվելու է շուտով օվկիանոսի կողմից։ Քանի որ աշխարհում շատ փոքրիկ պետություններ կան, որոնք նույնպես բախվում են մարտահրավերների, կարծում եմ յուրաքանչյուր ընթերցող իր զուգահեռը կգտնի այստեղ։ Էլինան Արտյոմ Երկանյանի դուստրն է, բայց այստեղ է նաև որպես գրքի կազմի հեղինակ։ Նա պատմում է, թե ինչպես է ստացվել հոր եւ դստեր համագործակցությունը։ Իրականում ինչ որ հարցերում հեշտ էր, որովհետև գիրքը կարդացել է, գիտեի ինչի շուրջ է լինելու կազմը մոտավորապես պատկերացնում է իր մտահղացումը, բայց ինչ որ հարցերում մի քիչ մենք անհամապատասխանատվություններ ունենք, բայց նորմալ է այդ կրեատիվ process-ը, օքեյ, ընդհանուր առմամբ նորմալ էր։ Մենք բավականին նման պատկերացում ունենք, թե որն է այդ ակցենտավոր կարևոր կադրը, որ պետք է լինի cover-ի վրա։ Եվ միասին ոնց որ փորձում ենք իրան վերջնականացնենք։ Այս ամենի համար Երկանյանը նախ շնորհակալություն է հայտնում ընտանիքին, ապա բոլոր ներկաներին աջակցելու եւ միջոցառմանը մասնակցելու համար։ Ներկաները հնարավորություն են ունենում վայելելու նաեւ երաժշտական կատարումներ։ Միջոցառումը եզրափակվում է անակնկալով, որդու նվագակցությամբ երգում է հենց ինքը Արտյոմ Երկանյանը։ Էլեն Խուդյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։